Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին մեկնել էր Սյունիք։ Անցած շաբաթ եւս վարչապետը տիկնոջ հետ Սյունիքի մարզում էր։ Գնում ենք Տաթև, կրթվել է նորաձև է բանախոսության իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը, հրապարակելով տեսանյութը։ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները։ Գրիգորյանը մասնակցել է նաև Թեհրանում անցկացված միջազգային երկխոսության համաժողովին, հերքելով Զանգեզուրի միջանց կոչվող նախագծի մասին քննարկումները։ Անկեղծ ասած, որևէ միջանցքի մասին քննարկում չկա։ Մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում, բայց մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, խաղաղություն եւ կայունություն բերել տարածաշրջան եւ նպաստել զարգացմանը։ Ինչ վերաբերում է խաղաղության խաչմերուկ հայեցակարգին, այն տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր է։ Հայաստանը կարևորում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, մասնավորապես խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն կհաստատի։ Հանգստյան օրերին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել մի քանի լրատվամիջոցի, խոսել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրից, Փաշինյանի քաղաքական ձախողումներից եւ նկրտումներից, վարչապետին անվստահության քվե հայտնելու գործընթացից։ Նա չի կարծում, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը առհասարակ հետաքրքրում է այս իշխանությանը։ Քոչարյանը շեշտել է, որ Հայաստանը պետք է վերականգնի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ռազմավարական գործընկերություն կնքի Իրանի հետ։ Բացի այդ, Հայաստանի երկրորդ նախագահը անհիմն է որակել այն մեղադրանքները, թե ինքը ցանկանում է իշխանության գալ եւ Հայաստանը դարձնել Ռուսաստանի ու Բելարուսի հետ միութենական պետության անդամ։ Իսկ դուք վստահ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Ես ուրեմն վստահ եմ։ Այդպես են ներկայանում։ Ո՞վ է ներկայանում։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ զորոյի ձգտող հավանականություն իմպիչմենտի բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որը նման գործընթաց ունենալու կամ չունենալու երաշխիք ունենալու։ Ես վստահ չեմ, որ դա ճիշտ է։ Ոչի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ, իմ տպավորությամբ լավ չպատկերացնող թե ինչ են անում։ Գործընթացին ձեր ընդհանուր գնահատականը արդեն տեխնացուներ կան, այնուամենայնիվ ինչ որ բան ընթանում է։ Ձեր քաղաքական թիմը խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար։ Նույնիսկ նախաձեռնողները ասում են, հա ինչ ա եղել, փորձենք չլինի։ Անկամ տեխնացուն։ Անկա, հա, 10 օր առաջ ուրիշ կարծիք։ Մին տեխնացուն 10 օր առաջ ասում էր դա իրատեսական չէ։ Հիմա ես ավելի պրագմատիկ մարդ եւ մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Ես կարող եմ ասել, թե ումա դա հետաքրքիր։ Օրինակ, կարող մարդ կա, ում համար օրինակ 48 ժամ լինել վարչապետի տեխնացու, դա կյանքի երազանք է։ Ոքի կյանքի երազանքն է, պատկերացնում եք հանկարծ անհայտ, ոչ մեկ տեղը չգիտի, ու դու քննարկումների կենտրոնում ես հայտնում, հարցազրույցներ ես տալիս, ես տաղավարներ են հրավիրում, on-line քո հետ միանում են, դու կարծիք ես ասում, դու դառնում ես ինչ որ մի այդ պայի համար մի կենտրոնական դեմք։ Եթե մարդու համար այդ 48 ժամը ուշադրության կենտրոնում լինելը կրկնեմ կյանքի երազանք է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բան անենք, ֆոն դառնանք կամ դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար ինչ որ մարդկանց։ Այդ դրա համար։ Իդեպ բառներ չի օգտագործում, խոսքը գնում է վստահության քվի մասին։ Ասում են փողոց պիտի հավաքեն, բոլորն են, չէ՞ դա ասում։ Փողոցի ճնշման ճանապարհով հարցը լուծե։ Եթե դու այնպիսի փողոց ես հավաքել եւ ճնշումը այնպիսի ուժգին է, որ կարող է 20 հոգի հենց հրաժարվել, այն հրաժարական է պահանջում։ Մանրորն է քրեակոզը։ Վարչապետը հրաժարական է տալիս, հարցը լուծում ես, իսկ դրա համար պետք է նախահեղափոխական իրավիճակ փոխություն։ Այս փոխոցի կոնտրոլը իշխանությունը պետք է կորցնի։ Իսկ նշանակում է հրաժարական կամ հեղափոխություն։
Ռուսաստանի հետ հարաբերությունները անպայման են շուրջ տալ, բերել կապել միութենական պետության հետ, ուղղակի մանիպուլյացիվ շուրջ բաներ, քայլեր, փորձում են դրանով Ռուսաստանի հետ հարաբերությունների գրավչությունը նվազեցնել։ Ուրիշ բացատրություն չկա։ Ու ասում անպայման պետք է որևէ խնդիր չկա եւ կրկնում է։ Այդպես չի որ իրենց մոտ այդ ցանկությունը կա, որ Հայաստանը մտնի այդտեղ։ Պետք է Ռուսաստանը հետ խորացնել այդ հարաբերությունը։ Պետք է գոնե վերականգնել այն ինչ եղել է։ Վստահություն ունենալ փոխադարձ։ Ու չմտածեն, որ հերթական անգամ ամեն քալափոխին քեզ գցելու է։ Մեծ պետությունների հետ չի կարելի այդպես վարվել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է Քոչարյանի տված հարցազրույցի այն հատվածին, որտեղ նախկին նախագահը Փաշինյանին կոռումպացված եւ ամենահարուստ մարդն է որակում։ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ի թիվս այլ հարցերի խոսել է նաև կոռուպցիայից եւ ասել է, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության Հայաստանի ամենահարուստ մարդն է եւ այնտեղ կասկածներ կան, որ այդ ամեն ինչը կոռուպցիոն ճանապարհով է եղել։ Դե կարծում եմ ինքը պետք է բժիշկի դիմի, եթե այդպես հայտարարություններ անում, որտեվ Նիկոլ Փաշինյանը ամենաբաց երկրի ղեկավարն է երբևիցե Հայաստանի Հանրապետությունում եղած եւ Հայաստանի Հանրապետությունում բոլորը գիտեն, թե ով է ամենահարուստ երկրի ղեկավարը եւ ում դեմ է այս պայդրությամբ $200 միլիոն։ Իսկ ես չեմ նայել այդ այսպես ասած ասուլիսը, որը ես ասուլիս չեմ համարում, հարցազրույցը ես չեմ նայել եւ պետք է ասեմ, որ ավելի լավ կներ ինքը խոսար այդ $200 միլիոն վերջը Ղարաբաղից էին բերել, Պապներ կտակե, Ալբանիայից էին ստացել որպես օգնություն, թե որտեղից է այդ $200 միլիոն, ել չեմ ասում մնացած ունեցվածքը, որը որ մենք դեռ գիտենք։ Հələ այսքանը գիտենք, հələ այսքանի հայց ներկայացվել է, հələ ինչքան բան է բացահայտվելու, թող դրա մասին խոսա, անպայման կնայեմ, չեմ կարծում, որ կարողանա բացատրի, որովհետև այդ արդարանալուն միտված հարցազրույցը, որը ինքը տվել է, իրան չի փրկելու։ Հայաստանի Հանրապետությունում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է։ Նույնիսկ պատերազմից հետո շատ մարդիկ իր դեմքի ջղաձգումները հանրապետության հրապարակում տեսնելուց հետո որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծակի այդ օտարը Հայաստանի Հանրապետությունում, այդ մարդասպանը, այդ կոռումպացված անձնավորությունը, որը Հայաստանի Հանրապետություն խոպան էր եկել իր թայֆայով, հանկարծակի իր թայֆայով, հանկարծ չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Օտարը ինքը իր մտածելակերպը, իր գործելավոճը հայ մարդուն օտար է եւ ինքը օտար է Հայաստանի Հանրապետությունում։ Ինքը հայ ժողովրդին վերաբերվել է որպես խոպանի տեղ, Հայաստանին վերաբերվել է որպես խոպանի տեղ, իրանք եկել են ստեղ փող աշխատելու, մարդ սպանելու, իրանք մարդասպաններ են։ Այո, ինչ անենք, տարբեր տեղերում Հիտլերն էլ շատ բան է ստացել, տոկոս է ստացել, բայց դա չի նշանակում, որ ինքը մարդասպան է։ Քոչարյանին մարդ սպանելով դուք Իսկ ինչի պետք է ինչ-որ մեկը տեսնի մեկին մարդ սպանելու ժամանակ, որպեսզի դուք Հիտլերին տեսել եք մարդ սպանելուց։ Տեսել եք։ Դե ես էլ ասում եմ, ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, իր ձեռքերը արյան մեջ են, ինքը թալանչի է, ինքը Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել է որպես խոպանի տեղ, ու հիմա էլ է տենց վերաբերվում։ Արթուն են քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ հասարակական քաղաքական գործիչ Էդ Ղարվազարյանը ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության շրջանակներում ցանկանում էր հանդիպել առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու դիմումի ճակատագիրը։ Ազգային ժողովի ընդունարանում քաղաքացիների ընդունելության եւ դիմումների բաժնի պետը ասել է, որ Ղազարյանին նպատակահարմար չեն գտնում ընդունելու։ Ես տեղում եմ։ Տեղում եք, բայց առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եմ Ապալյանը, նպատակահարմար չի գտնում ձեզ ընդունելու։ Իսկ միայն ձեզ չենք ընդունում, քաղաքացիների ընդունելությունը դուք համեցեք ներս։ Այո։ Շրջան հարցերը դրավոր հարց ներկայացրեք, ես նպատակահարմար չենք գտնում ընդունելու։ Դա այն է, ինչ ասվում է։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, գրավոր հարցում ուղարկեք, ձեզ պատասխանեք։ Ես քաղաքացիների ընդունելության եւ դիմումների բաժնի պետն եմ։
Պալյանն է, հա, խնդրական վերաբերմունք ցուցաբերում եւ Այդ Էմա Պալյանը կարծեմ նա է, չէ՞ որ իր եղբայրը որ գերախանութ ունի, Շիրակի մարզի գնումները իրանց գերախանութից են անում, ինքն էլ արցախցիներն ու կարծեմ Այդ նա որ նաեւ ամուսինը պիտի Անդրեվի տակ չմնար վերցրել օգնական թե ուրիշ էր, դա չէ ոնց որ, հա Impeachment-ի գործընթացը մեկնարկել է ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԿՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի առաջադրած վարչապետի տեխնացու Լուսավոր Հայաստան Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հավաստիացրել է, որ հստակ գիտի իր քայլերի հաջորդականությունը եւ անհարկի է համարում ընդդիմության ստորագրությունները դեռ այս նախաձեռնության տակ չդրած քննարկել ԿՊ-ին միանում են թե չեն միանում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի էր հանրապետականների դաշնակների սատարումը ընտրվի վարչապետ, եկել ինձ հարցնում եք, ինչ կապ ունի։ Հիմա էլ այդքան հազար մարդու ներկայացնող մանդատներն են սատարում։ Կարող է այդ մանդատները բանից են եկել։ Ժողովրդի տված մանդատներն է, այդ փողոցում կանգնած մարդկանց մանդատներն է։ Պարոն Մարուկյան, բայց խոսակցություններ չեմ հասկանում։ Հանրության Ես խնդիր չեմ տեսնում, որ ԿՊ-ից քվեարկեն, Հայաստան դաշինքից քվեարկեն եւ պատիվ ունեմ դաշինքից քվեարկեն։ Բացարձակ խնդիր չեմ տեսնում եւ նաեւ տեսեք, պարոն Աղազարյանը եւ պարոն Ասլանյանը արդեն քվեարկել են։ Քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը։ Ըստ նրա, տարածաշրջանում ստեղծվել են խաղաղության համար շատ բարենպաստ պայմաններ։ Հարավային Կովկասում ի հայտ է եկել նոր ստատուս քվո եւ նոր իրականություն եւ այդ ստատուս քվոն հիմնված է ոչ թե օկուպացիայի, ոչ թե ագրեսիայի վրա, այլ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների օրինականության եւ օրինականության վրա հիմնված հարաբերությունների վրա ընդգծել է Հաջիևը։ Պաշտոնական Բաքուն հայկական կողմին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խաղաղության պայմանագրի տեքստը։ Սա վառ ապացույցն է այն բանի, թե որքանով է Ադրբեջանը հավատարիմ խաղաղության տարածաշրջանային օրակարգին, որքանով է աջակցում դրան։ Դրական կողմն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, սակայն կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն Հայաստանի հետ։ Որպեսզի մենք կարողանանք կայուն վերջնական խաղաղության հասնել տարածաշրջանում, պետք է վերջ դնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններին, սահմանադրական հիմունքներով։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի առանցքային դեմքերից մեկը Հաջիևը անդրադառնալով Հայաստանի հետ բանակցային գործընթացին նշել է, որ տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չկա, որովհետև նրանք թեմայում ներգրավում են իրենց շահերն առաջ մղելու համար, փոխանցում է Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ Աբրահամյանի, Բաքուն հերթական նախապայմանն է առաջ քաշում, որը վերաբերում է Հայաստանի տարածքում այլ երկրի ռազմական ներկայության մերժմանը։ Պարզ ասած, Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումն է, ինչը ի դեպ այս իշխանության համար ոչ միայն խնդիր չէ, այլև չի բացառվում, որ հանրայնացումից առաջ նախապես դիրքորոշումների ներդաշնակեցում է եղել։ Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց տարածաշրջանային դերը, որտեղ Հայաստանին վերապահված է բացառապես կցորդի կարգավիճակ, գրել է պատգամավորը։ Ադրբեջանն ու Իրանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն օկուպացված Արցախում։ Իրանի Իսլամական Հանրապետության զորավարժություններում ներգրաված ազնագազմի ղեկավարը եւ այլ մասնակիցներ ժամանել են Ադրբեջան։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ հանդիպում է կայացել զորավարժություններին մասնակցող ազնագազմերի ղեկավարների եւ երկու երկրների բարձրաստիճան այլ ներկայացուցիչների միջև։ Հանդիպումը ներառում էր բրիֆինգ զորավարժության նպատակների, դրա սցենարի եւ վայրի, նախապատրաստական գործընթացի, անվտանգության կանոնների եւ տարբեր փուլերում կատարվող խնդիրների վերաբերյալ։ Առանց 2025 զորավարժությունները տևելու են մինչև մայիսի 21-ը ներառյալ։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երևանում է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիևի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանը Կիպրոսին առաջարկել է համագործակցության աստիճանը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահը իր հերթին դրական է արձագանքել այս առաջարկին։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը նաև տարբեր միջազգային հարթակներում։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտ կստորագրվի։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմակամբետովը։ Ըստ պաշտոնյայի, Կովկասում կան որոշակի դրական շարժեր։ Դա Հայաստանի եւ Ադրբեջանի հայտարարություններ, բանակցությունների ավարտի եւ երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը փաստաթղթի շուտափույթ ստորագրման հույս է հայտնել եւ ակնկալել, որ դրա իրականացումը հուսալի ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության համար։
Մայիսի 20-ից 21-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Երևան։ Ռուսաստանի ազգործնախարարության հաղորդագրության համաձայն նախատեսված են հանդիպումներ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները առարկայական մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության խնդիրների, այդ թվում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացների հեռանկարների շուրջ, ասվում է հաղորդագրությունում։ Մոսկվայում ակնկալում են, որ այցը կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի միջև քաղաքական եւ միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճ եւ կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելուն։ Մի քանի պայթյուն է լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում, ահազանգում են սոցցանցերում հրապարակված կադրերից երևում է, որ ՀԴ-ը բռնկվել է Հայաստանի նախագահի նստավայրից ոչ հեռու գտնվող շենքերից մեկում։ Հրշեջների մարտական հաշվարկներ են հասել դեպքի վայր մարելու ՀԴ-ը։ Ականատեսներից մեկի տեսանյութի համաձայն երևում է, որ անտառային փողոցում այրվողը բետոնամղիչ մեքենա է, տեսանյութում լսվում են պայթյունի ձայներ, հարակից շենքից բնակիչներ են տարհանվել։ Էսա քաղաքապետարանի եւ անտեժ կառավարության աշխատանքի արդյունքը։ Հռոմի Պապ Լեո 14-րդը Վատիկանում կայացած գահակալության արարողության ընթացքում ընդունել է Պապական իշխանության խորհրդանիշները Ձկնորսի մատանին եւ Պալիումը։ Այս պահից պաշտոնապես սկսվում է նրա հոպապետությունը։ Հռոմի Պապ Լեո 14-րդը գահակալության արարողության մեկնարկից առաջ պապամոբիլով շրջել էր Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ողջունելով հազարավոր հավատացյալների։ Պոնտիֆիկոսի գահակալության արարողակարգին մասնակցել են 156 երկրների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում մոտ 30 պետությունների ղեկավարներ եւ բարձրաստիճան հյուրեր։